Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչությունում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ Երևանի բնակիչ երկու երիտասարդ ձեռք են բերում առանձնապես խոշոր չափերի տարբեր տեսակի թմրամիջոցներ եւ դրանք իրացնում Telegram սոցիալական հարթակի միջոցով։ Տեղեկությունն իրացվեց սեպտեմբերի 25-ին, ժամը 16:50-ին Երևանի Արտաշատի խճուղում բենզոլցակայանի դիմաց 23 եւ 29 տարեկան երիտասարդները ձերբակալվեցին եւ վերջինիս վարած Mercedes Magnus-ի ավտոմեքենայով հանդերձ տեղափոխվեցին համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին։ Մեքենան տեղափոխվեց պահպանվող հատուկ տարածք ու կնիկվեց։ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ։ Դատարանի որոշմամբ սեպտեմբերի 27-ին խուզարկություն կատարվեց Mercedes Magnus-ի ավտոմեքենայում։ Հայտնաբերվեց ընդհանուր մոտ 150 գրամ մեթամֆետամինի նմանվող զանգվածով, 127 փաթեթ, եւս մեկը մոտ 7 գրամ մարիխուանայի նմանվող զանգվածով։ Շարուրի փողոցում գտնվող 29-ամյա երիտասարդի փաստացի բնակության վայրում խուզարկությամբ հայտնաբերվեց պլաստիկ տարա, 89 գրամ մեթամֆետամինի նմանվող զանգվածով եւ նույն զանգվածով կպչուն ժապավենի 1 փաթեթ։ Երկուսն էլ կալանավորվել ու տեղափոխվել են քրեակատարողական հիմնարկ։ Նախաքննությունը շարունակվում է։ Ծանուցում ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունը ապացուցված չէ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Սեպտեմբերի 22-ից 29-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 6975 խախտում, պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 221 ավտոմեքենա, մասնավորապես հայտնաբերվել է ոչ ստաբ 207 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի 282 անձ, հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված 20, կեղծ հաշվառման համարանիշով երթևեկող 1, չամրակապված վարելու 1745, առանց մանկական նստատեղի քարսիթի 30, վարելու ընթացքում ծխելու 722, վարելիս հեռախոսից օգտվելու 618, հետիոտնին որ սահմանված վայրով անցնելու 304 եւ 2131 այլ իրավախախտում, 158 ավտոմեքենա շահագործվել է առանց ԱՊ պայմանագրի, 221-ը տեխնիկական զննություն չանցած, 119-ը լուսարձակների անսարքությամբ, 100-ը թաղանթապատված դիմապակիով եւ կողային ապակիներով։ Բացի այդ տարբեր կասկածանքներով ձերբակալվելու համայնքային ոստիկանության բաժիններ է տարվել 75 անձ։ Նույն ժամանակահատվածում մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 16246 խախտում, պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 319 տրանսպորտային միջոց, հայտնաբերվել է ոչ ստաբ 241 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի 560, կեղծ վարորդական իրավունքի վկայականով երթևեկող 6 անձ, հայտնաբերվել է նաև հաշվառման համարանիշի հետ կապված 67, չամրակապված վարելու 4559, առանց մանկական նստատեղի քարսիթի 215, վարելու ընթացքում ծխելու 530, վարելիս հեռախոսից օգտվելու 747, հետիոտնին որ սահմանված վայրով անցնելու 75, արագության գերազանցման 2538 եւ 3968 այլ իրավախախտում, 479 մեքենա շահագործվել է առանց ԱՊ պայմանագրի, 1008-ը տեխնիկական զննություն չանցած, 990-ը լուսարձակների անսարքությամբ, այդ թվում 34 բեռնատար, 198-ը թաղանթապատված դիմապակիով եւ կողային ապակիներով։ Բացի այդ տարբեր կասկածանքներով ձերբակալվելու համայնքային ոստիկանության տարածքային բաժիններ է տարվել 38 անձ։ Կյանքն անգին է։ Ամրագոտին կյանքեր է փրկում։ Ամրագոտին կյանքեր է փրկում։ Ամրակապվիր։ Ամրագոտին կյանք է փրկում։ Ամրագոտին կյանք է փրկում։ Ամրագոտին կյանք է փրկում։ Ամրագոտին Կյանք է փրկում։ Վարորդները պարտավոր են կապույտ գույնի առկայծող փարոսիկ եւ ձայնային ազդանշան միացրած շտապօգնության մեքենաների մոտենալու դեպքում զիջել ճանապարհը նրանց անխոճոդոտ անցումն ապահովելու նպատակով։ Ճանապարհը չզիջելը առաջացնում է տուգանքի նշանակում նվազագույն աշխատավարձի 20 ապատիկի չափով 20,000 դրամ։
Իսկ զիջելու ընթացքում որևէ իրավախախտում կատարելը այլ հնարավորության բացակայության պայմաններում վարչական պատասխանատվություն չի նախատեսում։ Զիջիր ճանապարհը, րոպեն կարող է կյանք արժենալ։ Ինչպես նվազեցնել անչափահասի կողմից թմրամիջոցների գործածության ռիսկերը, ապահովել օգտակար զբաղվածություն կրթությունից զատ ժամերին, օրինակ, սպորտ, մշակույթ, կամավորություն եւ այլն։ Զբաղվածությունը կնպաստի ռիսկային ժամանակահատվածի կրճատմանը, կապահովի ճիշտ միջավայր։ Հիշենք, անչափահասը սոցիալական էակ է, վերցնում է այն արժեհամակարգը, որը գերակշռում է իր միջավայրում։ Ինչ տվյալներ են հուշում երեխայի կողմից թմրամիջոցի գործածման մասին՝ գերակտիվություն կամ գերպասիվություն, կարմրած աչքեր, նեղ կամ լայն բիբեր, գրգռվածություն, քնկոտություն, անբնական ու երկարատև ծիծաղ, շփոթվածություն, նրա մոտ կամ իրերում կասկածելի զանգվածների, բժշկական կաթուցիչի կամ ապակե գլանակի առկայություն, բուսական ծագում ունեցող թմրամիջոցին բնորոշ հոտ, անհայտ ծագման գումարի առկայություն, ընտանիքին պատկանող գումարի թանկարժեք իրերի անհետացում, տնային պայմաններում ինչպես ստուգել անչափահասի կողմից թմրամիջոցի օգտագործման հանգամանքը, ձեռք բերել ազատ վաճառվող մուլտիսքրինինգ թեստեր մեզի միջոցով թմրամիջոցի առկայությունը բացահայտելու կամ հերքելու համար, երեխային հոգեբանորեն պատրաստել թեստավորման գործընթացին, այն մոտեցմամբ, որ նրա կողմից դա ընկալվի ոչ թե որպես հարկադրանք, այլ անհրաժեշտություն։ Ինչ անել անչափահասի կողմից թմրամիջոցի գործածման հաստատման դեպքում։ Բռնությունը խստիվ արգելվում է, քանի որ հարկադրական վարքագիծը կարող է հանգեցնել անդառնալի հետևանքների։ Պետք է աջակցել հոգեբանորեն հավաստիացնել, որ նրա կողքին եք։ Կատարել լաբորատոր հետազոտություն վերջնական ճշգրտման համար։ Բժշկի հետ խորհրդակցելով ներգրավել նաև հոգեբանի։ Հարգելի ծնող, հիշեք, որ հետևողականությունն ու աջակցությունը ձեր երեխային կարող է զերծ պահել թմրանյութի օգտագործման ռիսկերից կամ օգնել վերադարձնել նրան առողջ եւ ապահով միջավայր։ Հարգելի քաղաքացիներ, Road Police.am համակարգում էլեկտրոնային ծանուցումը ակտիվացնելու դեպքում տեսալուսանկարահանող սարքերով արձանագրված տուգանքի գումարը կարող եք վճարել 20%-ով պակաս։ Կարևոր է իմանալ, որ 20% բոնուսային բաղադրիչի կիրառման էլեկտրոնային ծանուցման եղանակը չի փոխարինում SMS ծանուցմանը։ Տեսալուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումներով, եթե օրինակ պետք է նշանակվեր 10,000 դրամ տուգանք, ապա ծանուցումն էլեկտրոնային եղանակով ստանալու դեպքում կկիրառվի բոնուսային նվազեցում եւ տուգանքի չափը կկազմի 8000 դրամ։ Օգտվեք թվային լուծումներից եւ վճարեք 20%-ով պակաս։